չլինել գործող հսկողություն իրականացնող համընդհանուր գործի մասնակցող կապած, որպեսզի այդ տվյալները իմանալ, այդ տվյալները հասանելի դատախազության պաշտոնական կայքում։ Իմ նշած 4 դեպքերից որևէ մեկով անգամ քրեական վարույթ չի նախաձեռնել, որպեսզի պարզվի արդյոք առկա է հանգամանքներ անձին խուլիգանության դրվագով մեղադրանք առաջադրելու համար թե ոչ։ Այսինքն որ այս հանգամանքների իմ ներկայացված դեպքում արտասովված հանգամանքների եւ կոնկրետ պաշտպանյալի ստացված դեպքում արձանագրված հանգամանքները արտաքին հայացքից կամ հայացքից նույնական դա պարզ է եւ բոլորի համար ակնհայտ։ Ես ընդհանրապես խոսում եմ այն մասին, որ այս դեպքերում անգամ քրեական վարույթ չի նախաձեռնել։ Այ եթե նախաձեռնել եւ հանգամանքների որոշակի դասավորվածությամբ պայմանավորված կամ որոշակի պայմաններից կամ դուրիներից ելնելով անձանց մեղադրանք չառաջադրել կամ անձանց նկատմամբ կայացրել արտահայտման վերաբերյալ դատականակ, դասերի այո, բայց այս մասերով անգամ քրեական վարույթ չի նախաձեռնել եւ այդ տվյալների հասանելի են կողմից կայացված տվյալները հասանելի են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պաշտոնական կայքում ըստ ամսաթվերի եւ պետք ամսաթվերը կարող են կայացվող կամ ուսումնականների փոխանցադատանի որպես դատական ամսաթվեր ստուգի է տեսնում որ այս մասերով անգամ քրեական վարույթ չի նախաձեռնել եւ այս հանգամանքը ինքնին բավարար է նախաքննական Հայաստանի Հանրապետության կողմից իմ պաշտպանյալից նկատմամբ դրսևորված խտրականության փաստ արձանագրելու համար։ Այս մասով ինչ վերաբերում է Ալբերտ Արստանյանի ցուցմունքին դեկտեմբերի 12-ին նրան կողմից տված ցուցմունքի շատ լավ հիշում եմ նրա ցուցմունքի համառողագիրը ես կազմել եմ անգամ համառողագիր, որը առկա է մոտ դատարանի վստահ հետազոտի եւ շիքերի բովանդակության ցուցմունքի բայց անգամ եթե պայմանական պատկերացնենք որ Ալբերտ Արստանյանն ասել է իմ համար միևնույն է ընձեռում է կապել միևնույն է հասարակության նկատմամբ սրանով բացահայտ անհատալից վերաբերմունք արձանագրել հնարավոր չէ որովհետեւ հենց մեղադրանքի կողմից ներկայացված վկան է նշում, որ բացի իրենցից հասարակության այլ անդամներ տեղում չեն եղել, որևէ մեկի անդորը չի խախտել եւ եթե խնձորես նույն տրամաբանությամբ եթե մեկը պատշգամբում ծխում է եւ այդ ծխախոտի մնացածը ֆիլտրը շպրտում, ապա արդ կարելի է որոշել որպես խուլիգանություն, որովհետեւ նրա համար միևնույն է ինչ-որ մեկին կկպի, թե չի կպի։ Այս պարագայում ծխախոտ չի եղել խնձորը ընդ որում երբ որ ծխախոտ է շփոթում դու կոնկրետ դրամի քաղաքական դեպքերություն չես արտահայտում, իսկ իմ պաշտպանյալը արտահայտել է քաղաքական դեպքերություն եւ նշել, որ իր գործողությունները կոնկրետ միտված էին նրան, որ ցույց տա, որ ես բողոք ունեմ, ես համաձայն չեմ քո վարած քաղաքականության հետ, եւ քանի որ այլ հնարավորություն չունեի, ես այլ հնարավորություն չունեի, արտահայտել քաղաքական դեպքերություն, իսկ այդ եղանակով արտահայտել իմ քաղաքական դեպքերություն։ Հիշեցնում եմ նաեւ, որ դատարանի կողմից հնչեցված կոնկրետ հարցերի դարձով վերջինս նախկինում մասնակցել է բողոքի ակցիաներին, որոնք կազմակերպվել էին Հայաստանի Հանրապետության տարբեր անձանց կողմից կամ հասարակության տարբեր շրջանակների կողմից, վերջինս պատասխանել է այո, ես մշտապես մասնակցում էի Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանության դեմ կազմակերպված բողոքի ակցիաներին։ Եվ քանի որ սա իմ առաջին հնարավորությունն է անձամբ արտահայտել իմ դժգոհությունը վերջինիս նկատմամբ, ես այս եղանակով արտահայտել իմ դժգոհությունը։ Հիշեցնում եմ նաեւ, որ վերջինս ասել է, եթե ունենայի որևէ մեկին վնաս պատճառելու նպատակ, ապա կնետեի ոչ թե խնձորը, այլ մոխրամանը, այլ գույք, որ առկա է պատասխանում դրված։ Կարծում եմ բացարձակ ակնհայտ է, որ կոնկրետ պաշտպանյալից մերձագրված արարքի փաստական նկարագիրը, մասնավորապես հետևյալը, համակեցության կանոնների ցուցադրաբար հանդեսմամբ խախտել է մարդկանց անդորրը։ Այս հանգամանքը ապացուցված չէ, ես սպասում էի, որ Հարգարժան հանրային մեղադրողը հողում կատարի որևէ ապացույցի, որը հաստատում է, որ խախտել է ոչ թե մարդկանց, այլ անգամ որևէ մեկի անդորրը, բայց այդպես էլ այդ ապացույցին հողում չի կատարել։ Ուստի ես մնում եմ դիրքորոշման եւ կարծում, որ այս պայմաններում եւ ապացույցների նման բովանդակության պայմաններում մեղադրական վերցիկ կայացնելը անհնար է։ Ուստի ակնկալում եմ